Երևանի կենտրոնում մոտ 1 ժամ մեծ իրարանցում էր Սիլվա Կապուտիկյան փողոցում բետոնախառնիչը սահել է բախվել գազատարին, ինչի հետևանքով էլ ուժգին պայթյուն է որոտացել։ Հետընթացով բախվել է Ճամփեզրի աջ հատվածում գտնվող սյանը եւ գազատար խողովակին, ինչի հետևանքով բռնկվել է հրդեհ, հնչել է պայթյուն եւ հարևանությամբ կայանված 3 տրանսպորտային միջոցներ, մասնավորապես 2 Mercedes մակնիշի եւ 1 BYD մակնիշի տրանսպորտային միջոցները ամբողջությամբ այրվել է նաեւ վերը նշված բեռնատարը։ Բեռնատարի վարորդին հաջողվել է այդ ընթացքում դուրս գալ ավտոմեքենայից եւ մարմնական վնասվածքներ չստանալ։ Խուճապահար դուրս են վազել հարակից շենքերի բնակիչները, ասում են սարսափելի դղրդյուն են լսել, խեղդող ծխի հոտ զգացել, շենքի մի քանի պատուհաններ են ճաքել։ Այո, իմ պատուհանի տակն է պայթել, այո, որովհետև ես անվերջ գիտեի, որ այդպես ավելի վատ բան է լինելու։ Վերևից իջնում են 20 տոննայանոց, 30 տոննայոց քարով, չգիտեմ ինչով, բարձված իջնում են ներքև, մի օր էլ 10 հոգի տակը կընկնեն։ Մի ամեն ինչ պետք է լիներ, իսկ այդ որ պայթեց այդ մեքենան, սա ապակինես պատուհաններ բացվեցի, չգիտեմ, սիրտը շատ վատ է, ոչինչ ասել չեմ կարող։ Բնակարանը վնասվել է։ Ես դեռ չեմ մտել դուր։ Ես շատ վախեցել եմ ու դուրս եմ եկել։ Այն աղջկա մեքենան պատուհանից տակներ հալվել է սախ։ Դեպքի վայր եկած հրշեջներն անջատել են վնասված գազատարը։ Դղրդոց եմ լսում, պայթյունի ձայն եմ լսում, ինձ թվաց անկեղծ եմ ասում, տերակտ է տեղի ունենում։ Դղրդոցի արդյունքում վեր եմ թռնում տեղից, նայում եմ պատուհանները նորմալ է, ամեն ինչ օքեյ է, ասեցին արի մեքենատ հանի, դե այնպես էր որ կանգնած, մեքենաս արդեն հետևի մասը այրված, ամբողջ ֆարերը վառված, բամպերը վառված, տեղափոխել է նախագահական նստավայրի ներսի հատված, ու արդեն տեսնում եմ պատկերը իջնելուց արդեն, որ ամբողջ ծուխը լցվել էր պադյեզդը վերանորոգման մեջ էր, այսինքն այդ որ նոր գաջած պատերը պատկի ասեք սպիտակ, ամբողջովին սև։ Բետոնախառնիչը սահելով բախվել է կայանված մարդատար մեքենաներին, վթարի հետևանքով ամբողջությամբ այրվել է 3 մեքենա, վնասվել է նաև մոտակա շենքի 5-րդ հարկի բնակիչ Արփինե Վարդանյանի մեքենան։ Արփինեի խոսքով 3 մոխրացած մեքենաները հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատակիցներինն են։ Դա մեր երկրում տեղի ունեցող անթողության, անտերության վիճակի արդյունքում է, որ ում ասես, ոնց ասես շինարարական թույլտվություններ են տալիս, ինչ ուզում անում են, ոնց ուզում անում են, որտեղ ասես շենք են ծլեցնում ու մեր բնակիչների անդորը, մեր շենքի բնակիչները գիշեր-ցերեկ քուն չունեն։ Բետոնախառնիչը անտառային փողոց բարձրանալիս է եղել, բնակիչներն ասում են, այնտեղ նոր բնակելի շենք են կառուցում, իսկ այդ ճանապարհով բեռնատարի անցումը անհնար է, պնդում են Սիլվա Կապուտիկյան փողոցում ապրող մարդիկ։ Բոլորովին հարմարացրած չի մեծ մեքենաների համար եւ ասեմ, որ ավելի փոքր մեքենաներ էլ անցել են շինանյութերով, շուռ են եկել եւ վնասվել է այդ վարորդը ընկել է ուղիղ մեր բակը։ Պարզապես հարկավոր է որ մի քիչ հոգան հասկանամ, որ այստեղ չի կարելի, այս ճանապարհով չի կարելի ոչ մի բան իջացնել։ Ճանապարհը կտրում են, պետք է գան ուրեմն, ասենք, Կոմիտասից Բաղրամյան, չէ, ճանապարհը կտրում են, ստեղից են գալի։ Անտերություն, մենք լրիվ, թող մեր շենքը հանեն, աղբեր իրանց վերցնեն, մեզ տանեն ուրիշտեղ տուն տան։ Մենք հանգիստ չունենք դրան ձեռքից։ Բնակիչները պարբերաբար դիմել են քաղաքապետարան, որպեսզի այս փողոցով արգելվի ծանրաքարշ բեռնատարների երթևեկությունը, բայց ոչինչ չի փոխվել, դե որովհետև այստեղ ըստ իրենց տուն է կառուցում Ալեն Սիմոնյանը։ Հեն այն կողքը Ալեն Սիմոնյանինն է։ Հեն այն կողքի շենքը, որ սենց բալկոններում տույաներ են, ծաղիկներ են, Ալեն Սիմոնյանինն է։ Ամբողջ ձմեռ տարապեցինք դրա ձեռքից։ 4 մարտական հաշվարկ է ժամանել դեպքի վայր, կրակը մարել են վթարից մոտ 1 ժամ անց, 16:50-ին։ Տուժածներ չկան, վնասը նյութական է, հայտնում է ներքին գործերի նախարարությունը։ Աննա Գյուլնազարյան, Աշոտ Մնոյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուրի համար։